Բարև ձեզ, Ամեքուլիսի եթերում հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Եղոյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Այնպես ստացվեց, որ ձեր գալուց առաջ երեք ավելի շուտ հարցազրույցով ասուլիսով հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ես պետք է նրա որոշ մտքերին անդրադառնամ, դուք մեկնաբանեք, որովհետեւ դրանք հիմնականում նվիրված էին իշխանությանը քննադատելուն, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, օրինակ ասում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից Թրիպից Ամերիկայի Միացյալ Նահանգները ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Հայաստանն իրան սահմանը փաստացի վերահսկողության վերահսկելու հնարավորություն եւ Թրամփին Նոբելյան մրցանակին ներկայացնելու այդ քայլը։ Ադրբեջանը ստացել է, ասում է Ռոբերտ Քոչարյանը, միջանցքի իրավունք Հայաստանի տարածքով Մինսկի խմբի լուծարում եւ 907 բանաձևի չեղարկում, իսկ ինչ է ստացել Հայաստանի Հանրապետությունը, ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Անկեղծ ես փորձել եմ այս փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, 0 խնդիրներ։ Այդտեղ պետք է հասկանալ, որ լեզվով այդ փաստաթղթերը կարդացել, որ այնտեղ նման բաներ է տեսել գրված։ Ես էլ եմ այդ փաստաթղթերը կարդացել եւ այնտեղ չկա որևէ հոդված այն մասին, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դրա մասին խոսք չկա, ճիշտ հակառակը։ Գրված է, որ ճանապարհը աշխատելու է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Որևէ միջանցք ոչ միայն բառ, այլև այդ բառի տակ ենթադրվող որևէ կարգավորում չկա, որտեղից է դա վերցրել ինքը, որտեղից ես չեմ նայել ճիշտ ասած ասուլիսը, բայց չգիտեմ այդ հարցը իրեն տալիս են լրագրողները, թե ուղղակի լուր լսում են, ինչ է ասում։ Մինչև հարցերը։ Հա թեկուզ առավել եւս եթե նախաբանա, կարելի է հետո հակադարձ որտեղից է, այդ բառը որտեղից է վերցրել։ Այսինքն տեքստից եղել է, շատ լավ է, որ եղել է։ Մյուսը ինչ է ստացել այնտեղ ասեց ուրեմն 907 բանաձևի չեղարկում, բանաձև, որը գրեթե ամեն տարի շրջանցվում էր ԱՄՆ նախագահի որոշմամբ։ Սա չգիտի ինքը, գիտի, մենք չեն խափում մարդկանց։ Բանաձևը կար եւ այդ բանաձևը արդեն 30 տարի կար եւ այդ 30 տարուց 20 տարին, այսինքն 30-ից 20 անգամ, այսինքն 2/3-ը այդ տևողության բանաձևը շրջանցվել է ԱՄՆ նախագահի որոշմամբ, տարբեր նախագահների ըստ ԱՄՆ քաղաքական նպատակահարմարության։ Միգուցե այս դեպքում արդեն ավելի լայն հնարավորություն կտա շրջանցվել է, բայց եթե մի բան ԱՄՆ նախագահը կարա ստորագրությամբ շրջանցի, դրանից լայն էլ ինչ։ Նկատի ունեմ, միգուցե սահմանափակ է եղել այն հնարավորությունները, Սահմանափակ չի եղել, մեկ ստորագրությամբ, ասում եմ 30 տարուց, այն 10 տարին էլ ուղղակի դրա կարիքը չի եղել, այնտեղ մի պահ գիտեք, իրանք որ Աֆղանստանում օպերացիայի մեջ էին, այնտեղ ուրեմն որոշակի համագործակցություն կար Ադրբեջանի հետ, եւ երբ նպատակահարմար է եղել, շրջանցել են, էլ ինչ լայն։ Լայնը որն է, եթե մի ստորագրությամբ 100%-ով շրջանցվել է այդ բանաձևը։ Մինսկի խումբը լուծարվել է սանից 3 տարի առաջ փաստացի։ Այսինքն Ուկրաինայում պատերազմը սկսվելուց հետո Մինսկի խումբը կարելի ասել չի էլ գործել եւ այս տրայեկտորիան, որ մենք նայում ենք, հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, բայց այն կարելի էր պահել եւ որպես գործիք միջոց օգտագործել Ադրբեջանի դեմ կամ գոնե Մինսկի խումբը մեր գործիքը չէ, Արմեն ջան, որպես գործիք, Մինսկի խումբը մեր գործիքը։ Հա, չէ, հա, այդ գործիքը չեն հասկացել էլի այդ մարդիկ Մինսկի խումբը ինչի համար է ստեղծված եղել, դա մեր գործիքը չէ, դա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի գործիքն էր։ Եվ իրենք այդ գործիքը դադարել են օգտագործել 22 թվականի վերջնականորեն, մինչև էտել կարելի ասել փաստացի Այսինքն երբ հայտ ներկայացնելուց առաջ, ներկայացնելուց առաջ, Մինսկի խումբը փակելուց առաջ, կոնկրետ ինչ-որ մի բան ստանայիք Ադրբեջանից, նոր գնայիք այդ քայլին, նման պահանջեր ներկայացնում ընդդիմությունը, նման հարցեր բարձրացնում։ Իսկ այդ համաձայնագրերը, որ մենք կնքել ենք, դա ինչ-որ բան չի։ Այդ նույն ուրեմն Թրիփի մասին համաձայնագիրը, դա ինչ-որ բան չի։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ինչ-որ բան, իրանք այդ ինչ-որ լինում է, իրանք դա չեն տեսնում, անընդհատ ասում են ինչ-որ բան, գիտեք, ոնց որ իրանք բան լինեն, անընդհատ հորիզոնի հետևից վազեն։ Իմ մոտ այս տպավորությունն է, որ
ուզում են հորիզոնը բռնած լինել։ Գալիս հասնում են իրենց ուզած կետին, էլի չեն նկատում, էլի ասում են ինչ-որ բան, այդ տիպիկ այդ դաշնակցական կներեք էլի առանց բանի էլի որևէ մեկին վիրավորել, թողեք մտածելակերպ է դա, հորիզոնի հետևից վազելը, դա դաշնակցական մտածելակերպ է։ Օրինակ, երբ որ այդ թրիպը կառուցվի, գործարկվի եւ պայմանավորվածությունները կամ հետագա արդեն կարգավորումները մտցվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու երբ որ արդեն մենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ ազատ հարաբերություններ ունենանք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է իր մեքենայով շատ ազատ թրիպով գնալ, թե որոշակի սահմանափակումներ, այնպես ինչպես Վանաձոր-Երևան ճանապարհով միանշանակ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության, եթե ասում եք Հայաստանի, այսինքն Հայաստանության քաղաքացին, նկատում եք այդ 42 կիլոմետրի վրա, չէ՞, իհարկե։ Դրանից հետո արդեն կգործի այն կարգավորումը, որը որ կգործի երկու երկրների միջև, որը որ համաձայնեցված կլինի։ Այսինքն պետական սահման հատել, դուք խոսում եք պետական սահման հատելուց, թե չհատելուց։ Ես նկատում ունեմ այդ զուտ ճանապարհը մինչև կազմի պետական սահմանը սահման հատելու կետը։ Իհարկե, օրինակ Մեղրին Յուվադի, հա, դա նկատի ունեք, բանը, Նռնաձոր։ Դա նկատի ունեք, հա, ոնց որ այսօր է, իսկ ինչ դրա համար գրած է իրավազորություն։ Իսկ Քոչարյանի բարձրացրած խնդիրներից մեկն էլ այն է, որ միայն այդ 43 կիլոմետրի դեպքում Հայաստանը գրեթե ոչինչ չի ստանա, այլ բան կլինի, եթե գործի դեպի Երազղ այդ Նախիջևանով երկաթգիծը եւ Հայաստանը կապ կարողանա ունենալ։ Բա ամբողջ համաձայնագիրը բա դրա մասին է, չէ՞։ Նա էլ պիտի գործի, բա ինչի մասին է։ Այսինքն բա ինքը ոնց է հասկացել, որ գնացքը Ադրբեջանից գալու է մինչև Նախիջևան, իսկ հայկական գնացքը չի գնալու Նախիջևանով Իրան, ով որտեղից է դա։ Կամ հայկական գնացքը չի գա դեպի Երազղ Նախիջևանով։ Միգուցե եւ նման մտահոգություններ կան իսկապես։ Որտեղից կա։ Չէ, որտեղից էլի։ Եթե աշխատում է գնացքը, այսինքն հայկական գնացքը պիտի կանգնացնեն, ասեն էլ ստեղով դու, այսինքն պիտի խոչընդոտեն, հա։ Բա դրա համար գրած է, դրա համար հատուկ այդ մարդկանց համար գրված է անխոչընդոտ, իսկ Հայաստանի համար նույն փոխադարձ առավելություններով, այսինքն եթե X ձևի անխոչընդոտ ճանապարհ այնտեղ գործում, մեր համար էլ գործում է Նախիջևանով, այդ X անխոչընդոտը ինչ էլ որ հասկանում ենք X-ի տակ, եթե X-ի տակ հասկանում ենք անձնագիրը ստուգել թողնել, ուրեմն երկուսի համար էլ անձնագիրը ստուգել թողնել։ Եթե հասկանում ենք բեռը, չգիտեմ, սկաներով անցկացնել թողնել, այդ X անխոչընդոտի տակ, հա, ուրեմն երկուսի համար էլ բեռը սկաներով անցկացնել թողնել եւ այդպես շարունակ։ Միջայլոց նրա բարձրացրած խնդիրներից մեկն էլ այն է, ինչի մենք գումարներ ակնկալենք դրսից թրիպի կառուցման համար, որովհետեւ Պանքոչյանը վաճառել է տեղի երկաթգիծը, ախր ինքը մոռանում է։ Հա, նա ասում է, որ մենք կարող ենք դա մեր միջոցներով, դա ընդհանրապես 40։ Չէ, մեր միջոցը կար, ինքը վաճառել է, հասկանում եք, ինքը իր նախագահության օրոք 2003 թվականին այդտեղ երկաթգիծը քանդել եւ վաճառել են։ Հա, հիմա էլ ասում են 320,000 չէ, ինքը դա ասելու իրավունք չունի։ Ինքը դա թող ուրիշը ասի։ Երկաթգիծ վաճառողը ասում է ինչի, ասում եմ ինչի, որովհետեւ 320,000 փաստաթղթավորված դա կա։ Երկաթգծի ռելսերը լոմի տեղ վաճառել են 31 կիլոմետր երկարությամբ այդքանը կա փաստաթղթավորված, այն 11-12-ը չգիտեմ ուրա կորել, էդ էլ երևի տենց ուղակի քանդել տարել են։ 2000 տոննա երկաթգիծը, 2000 տոննա երկաթգիծը վաճառել են $320,000։ Հələ չխոսացած այն մասին, թե արդյոք լոմի գինը այդքան էր, բայց ինչի պետքա դա լոմի տեղ վաճառվեր։ Էլ չասած, որ ենթակառուցվածք էր փչացվում, էլ չասած այդ կողքի իրա մյուս ասենք լարերը, սյուները եւ այլն։ Հիմա ինքը ասենք ասում է կներեք որ իր վաճառածը ուզում ենք նորից տեղը դնենք սարքենք Շատ լավ, օրինակ դուք ըստ ծանոթ եք նաև ընդդիմադիր մեկ այլ կուսակցության առաջարկության կամ հայտարարությանը, որ շատ լավ կլներ նաև այլընտրանքային երկաթգիծ կամ ճանապարհուղի կառուցել BRICS-ի անդամ երկրների շրջանակներում, որ հնարավոր լիներ շատ ազատ Սևծովից դեպի Պարսից ծով, Ինչ երկաթգիծ է, չեմ, որտեղից որտեղ երկաթգիծ կա, բանից, հյուսիսից հարավ։ Այո, եղածները միջանկյալ երկաթգիծ Սիրով ով է կան նման առաջարկներ, սիրով ուղղակի նման առաջարկ չկա, իրանք BRICS-ի խոսնակներն են, այսինքն իրանք այդ պետությունների անունից են հանդես գալիս։ Հայաստանը խաղաղության խաչմերուկը միանշանակ, խաղաղության խաչմերուկը հենց դրա մասին է, դրա համար
կոչվում է խաչմերուկ, ոչ թե մի ուղղությամբ վեկտոր, այլ խաչմերուկ։ Հյուսիս-հարավ երկաթգիծ են ուզում կառուցել, այդ մարդիկ ասողներ, Զուրաբյան Լևոնն է, չէ՞ ասել։ Ինքը դա քննարկել է Չինաստանի, Ռուսաստանի իշխանություն չեն, իշխանությունը դուք եք ըստ երևույթին։ Բա որ իշխանություն չի ու չի քննարկել, ոնց է BRICS-ի անունից այդպես բան ասում, կամ հղում անելով։ Անունից չի ասում, ինքը որպես պրոյեկտ ներկայացնում է, որ հրաշալի, ուղղակի նման, ուղղակի հիմա հենց հիմա Ռուսաստանը արդեն իսկ հանդիսանում է մեր երկաթգծերի օպերատորը եւ հələ մի հատ մեր երկաթգծերը պիտի համապատասխանեցվեն ժամանակակից ստանդարտներին։ Խնդիր չկա, համապատասխանեցվեն, եթե կլինի նոր առաջարկ, ով է ասել չէ։ Հա, բայց ինքը այստեղ երևակայական, ինքն էլ է անկել դաշնակցական բաների մեջ, ուզում է հորիզոնի հետևից վազի։ Իդեպ ես որևէ բան trip-ը այդ կտորի մասին է, trip-ը այդ 42 կիլոմետրանոց հատվածի մասին է, եթե լինեն այլ տարբերակներ, ոչ միայն հյուսիս-հարավ, այնտեղ ուրեմն լորիով անցնող հետաքրքիր նախագծեր կարող է լինեն Իջևանը, ուրեմն Գյումրիի հետ կապող, այնտեղ գիտեք, մի փոքր հատված կա, որը ուրեմն Մեղրաձորի թունելից հետո մի 15 կիլոմետրանոց հատված կա, այնտեղ նկատած կլինեք, եթե հնարավոր լինի դա ոչ թե չի եղել երկաթգիծ, այնտեղ նախ Իջևանի հատվածը վերակառուցել, իսկ այդ գյուղերի անունը կհիշեցնեք, ուրեմն Մեղրաձորի այդ թունելից որ դուրս է գալիս, այնտեղ կարելի է այդտեղ մի 15 կիլոմետր հատվածով միացնել Վանաձորին, Վանաձորից դե արդեն գնում է Գյումրի, Գյումրիից Կարս, Վանաձորից նաև Թբիլիսի, էլի շատ հետաքրքիր նախագծեր կարող են լինել, բայց նախ BRICS ասվածը ինքը տենց քաղաքական, այսպես ասած, ինքը բան չի, ինքը կոնկրետ տնտեսական դաշին կամ մաքսային միություն կամ ինքը այդպես ավելի շատ գաղափարակից պետությունների ակումբ է, այսպես եկեք ձևակերպենք։ Երևի թե նկատի ունի BRICS-ից որոշ երկրներ, ասենք Հարավային Աֆրիկային կամ Բրազիլիային նկատի չունի, չէ՞, հաստատ։ Հաստատ ոչ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան, հրաշալի է, ինչ խնդիր կա։ Իսկ ով է դրան հակառակ բան ասել։ Թե ինչա, ինչ կցուցանե կամ դրա շրջանակներում նման նախաձեռնություն անեք եւ առաջարկեք BRICS-ի անդամ երկրներին։ Ես ասում եմ BRICS-ի անդամ երկրներից մեկը հիմա այսօրվա մեր երկաթգծերի օպերատորն է։ Լավ, շատ հետաքրքիր։ Այսօրվա մեր երկաթգիծը այդ նույն հյուսիս-հարավ Trip այդ դեպքում, եթե մեր երկաթգծերը ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ են, trip-ի ճակատագիրը դեպքում ինչպես է լինելու, շրջանցելու է։ Չէ, եղած երկաթգիծն է, եղած երկաթգիծն է։ Նոր կառուցողները ոչ։ Ոչ, բնականաբար արդեն դա փաստորագրված փաստաթուղթ է, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Իսկ մեր հյուսային երկաթգծի Իջևանի Ադրբեջանի հետ կապող հյուսային Իջևանի այդ երկաթգծի դեպքում դա ընդհանրապես դուրս եկավ բանակցություններից, դա չի լինելու, որտեղ մեզ ավելի շատ նա է ձեռնտու, որտեղ նա է ավելի շատ Հայաստանի տարածքով անցնում։ Դե Իջևանի հատվածը գիտեք, այնտեղ ինչ որ փլուզումներ են եղել, սողանքներ են եղել, այնտեղ վերականգնման աշխատանքների կարիք կա, որը էլի, եթե նման խոսակցություն ենք ունենում, այդ հատվածը այո, պիտի անի բանը, ոնց է, Յուկաժեդան, ռուսական, Հարավ Կովկասյան Չէ, ես նկատի ունեմ, ընդամենը դա է խոչընդոտում, որ դա չկա բանակցությունների մեջ։ Չէ, դե եթե ապաշրջափակ կա, ով է ասել չկա, բայց հիմա կոնկրետ trip-ը, այս մի ճանապարհը, այս մի ճանապարհը։ Ապաշրջափակումից հետո Այսինքն հերթով քայլ առ քայլ առաջ են գնում, երբ որ կլինի ապաշրջափակումը, բնականաբար ինչքան հնարավորություններ կան, որտեղ որ աշխատող նորմալ երկաթգիծ կլինի, կամ որն էլ չլինի, ամեն ինչ կանենք, որ վերակառուցվի, միանա ուղղակի նա ասում եմ հիմա Յուկաժեդեի կառավարման տակ է։ Մենք չենք կարող, չէ, ամերիկացիների հետ բանակցել, թե Յուկաժեդեն ինչ պիտի վերականգնի։ Մենք տրամաբանական չէ լինի, չէ, այդ հատվածը։ Դրա համար այս արդյունքը կա եւ վատ արդյունք չէ, այսինքն ինչ Հայաստանի տարածքը ինչ խնդիր կա, հա ավելի երկար է, վարձը ավելի եթե կիլոմետրով ես հաշվում, ավելի շատ է, բայց ես այստեղ կառաջարկեի կենտրոնանալ հարցի ընդհանուր կոմպլեքս լուծման վրա, ընդհանուր համակարգի վրա, ընդհանուր ամերիկյան ներգրավվածության կոմպոնենտի վրա, ճանապարհների ապաշրջափակման հեռանկարի վրա, ձեռք բերված համաձայնության վրա կենտրոնալ ընդհանրապես, համաձայնությունը ձեռք բերվել, սա մարդիկ իմանալից են խոսում, ոնց որ այս համաձայնությունը իրենց գրպաններում դրած է, իրենք մտածում էին սրանից ավելիի մասին, բայց սա ասում էին, որ սա չի լինելու, չէ, մարդիկ ասում էին, որ այս ինչ որ ստորագրվել է, չի լինելու,
Հիմա որ տեսան եղավ, մի հատ չեն ասում կներեք։ Մենք սխալ ենք ասում։ Քոչարյանը բարձրացնում էր նաև երաշխավորի հարցը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների այս դեպքում երաշխավոր կարող է լինել դրա նկատի ունի երաշխավոր ասելով էլ ես մի քիչ լավ ինչ երաշխավոր ասված է, դա իրավական կատեգորիա է, թե քաղաքական կատեգորիա է։ Եթե իրավական կատեգորիա է, չգիտեմ դա ոնց է ձևակերպվում։ Եթե քաղաքական է, դա բնականաբար, եթե ԱՄՆ նախագահը մի փաստաթղթի տակ դնում է այդ ստորագրությունը, այո, որպես վկա, եւ բովանդակությամբ է Էդմոն Մարուկյանը, բացահայտելու բան չկա, թուղթը հրապարակված, լսեք դա ցանկացած անգլերեն իմացող մարդ, դա օրիգինալ թուղթը հրապարակվել է, չէ՞, ասենք դե լավ, դե չի կարելի, էլի ժողովուրդ ջան, դու կարած է witness, վկա, բայց ինչ, այսինքն ինչ է ձայնից փոխվում։ Փաստաթղթում ամենագրված է Հայաստան ԱՄՆ համագործակցության թրիփի շուրջ ուրեմն պարամետրերը եւ ԱՄՆ-ն այս ընդհանուր համաձայնությունների իրագործման կողմ է լինելու։ Այսինքն պարոն Եղոյան, ընկել մութ սենյակում սև կատու փտրում ես չեմ ասում։ Որքան փորձեց Նիկոլ Փաշինյանը ձերբազատվել Զանգեզուրի միջանցք կոչվող այդ խոսույթից, բայց չստացվեց։ Կոպենհագենում էլ նա հանդիպեց Ալիևի հետ եւ ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության խոսել է նաեւ այդ մասին, բայց Ալիևը նորից Զանգեզուրի միջանցք չի ստացվում։ Կարաչանքի ընդհանրապես մենք դադարեինք այս տերմինաբանական պատերազմը։ Հայաստանի Հանրապետության տարածքում Զանգեզուրի միջանցք չկա եւ դա ընդունել է Ադրբեջանի նախագահը գրավոր ձևով ստորագրել է այն փաստաթղթի տակ, որտեղ որ Հայաստանում անցնող ենթակառուցվածքի համապատասխան անունը TRIP է, ոչ թե։ Այդ դեպքում ինչի՞ չի։ Իսկ Ադրբեջանի տարածք, եթե Ադրբեջանի տարածքի մասին է, թող ասի Զանգեզուրի միջանցք։ Եթե օրինակ չէ, նույն մեր տարածքի մեղրիով անցնող այդ մեր տարածքով անցնողը չի կարող կոչել Զանգեզուրի միջանցք։ Եվ վարչապետի եւ չէ, բայց ով վարչապետը ասես պարզաբանի, հələ պարզաբանում չի եղել։ Հա, բայց շարունակում է։ Հա, չէ, շարունակում է պնդել, որ տարածքի մասին է պնդում, որ տարածքի մասին է խոսքը։ Վարչապետը ասես, չէ, պիտի պարզաբանի, թե ինքը որ տարածքն է կոչում, եթե չի պարզաբանում, ուրեմն մեր հետ առավել եւս դա կապ չունի։ Մենք ինչ, այսինքն ինչ ոչ ենք բռնելու, խեղտենք, ասենք պարզաբանի։ Եթե չի պարզաբանում, ելնում ենք այն կանխավարկածից, որ լռությունը համաձայնության նշան է, այսինքն եթե մեր տարածքի մասին չի, ուրեմն իրանց տարածքի մասին է, մեր տարածքի մասին չի կարող լինել։ Մի հարցը բայց նույնց եմ ասում, այդ տերմինը բանական, ես օքեյ, դա կարևոր է տերմինաբանություն, բայց ես կառաջարկեի բովանդակության վերակենտրոնանայինք, հա, այսինքն մենք հասկանում ենք այդ Լաչինի միջանցքի անալոգիայով բան ունենք, լարվածություն ունենք։ Ու դա հասկանալի է, ու դա բնական է որ կա, ու դեռ կլինի տևական ժամանակ։ Բայց կառաջարկեի կենտրոնային գետնի վրա իրողությունների գնահատման վրա, այսինքն տեսնել թե ոնց է աշխատում, ինչ կարգավորումներ կան։ Եթե կարգավորումները մեր իրավազորության ներքո են, մենք ենք որոշում պարամետրերը, ամեն մեկը հիմա մենք ունենք պաշտոնական անուն։ Հիմա ինքը եթե ուզում է այլ անուն օգտագործի, ինքը դա կարող է միայն իր պետության տարածքի համար օգտագործի։ Ես կառաջարկեի բան չանենք, շատ այդքան բան չանենք, էլի այդ դա կարևոր է, բայց անընդհատ, գիտեք, մեզ չդնեինք իր խոսույթից կախվածության մեջ, այնպես չստացվի, որ անընդհատ մենք մեր նյարդերը կախվածության մեջ դնենք իր խոսույթից։ Իսկ նա շատ լավ գտել է դա։ Դե գտել է, հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք մեր նյարդերը տանենք կախենք իր բանից, այդ ոնց է կոչվում, կրիչոկին ոնց են ասում դրան բան, կերից, հա, կան տանենք կախենք իր լեզվի կերից մեր նյարդերը։ Չէ, մենք նյարդերը կարող ենք հանել այդ լեզվի կերից։ Ասենք քո տարածքի վերաբերյալ գնա քո տարածքի մասին խոսա, մենք էլ ասում ենք որ չկա մեր տարածքում։ Ինքը թող ասի Զանգեզուրի միջանց մենք էլ կասենք չկա մեր տարածքում, ուրեմն քո տարածքում է, ասենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նորի հետ օգոստոսի 8-ի հետ ստորագրածի համեմատ երազանքների փաստաթուղթ էր ըստ Ռոբերտ Քոչարյանի։ Դե կախված է մարդու երազանքներից դա միգուցե իր երազանքների մենք դրանով բայց նոյեմբերի 10-ին դες բան ասել է ինքը
Թե պիտի սա լինի, որ սրա հետ ես իշխան հիշում ասում եմ դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Ընդդիմությունը սովորաբար համեմատության մեջ է ասում։ Հիմա կապիտուլյացիոնը թե երազանքների փաստաթուղթ։ Հիմիկվա այս փաստաթղթի հետ համեմատած իսկ որ էլեմենտն է շեշտում են հատկապես Արցախի այլևս չլինելը հայկական։ Եթե նկատի ունեն Արցախի Ղարաբաղի հայաթափումը, ապա դա տեղի ունեցել հայտնի հանգամանքների բերումով եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով կողմերից մեկը կոնկրետ պարտավորություններ ուներ այնտեղ անելու։ Իհարկե փաստաթուղթը, եթե այո, գրված բովանդակությունը, այո, եթե պահվեր, եթե Լաչինի միջանցքը պահվեր այնպես ինչպես արձանագրված էր այնտեղ, եթե ուրեմն Ղարաբաղի այն շփման գիծը, որ կար պատերազմի ավարտին, պահվեր այնպես ինչպես արձանագրված էր, իհարկե, բայց մի բան է գրված փաստաթուղթը, մի բան է կողմերից մեկի ունակությունը կատարելու այդ փաստաթղթում գրված պարտավորությունները։ Եվ այս դեպքում ակնհայտորեն ռուսական կողմը մի որոշակի փուլից այլևս չի կարողացել դա կատարի։ Այսքան բան։ Պարոն Եղոյան, Այո, այս չեմ ուզում մեղադրել կամ չի կարողացել։ Օբյեկտիվ, սուբյեկտիվ չի կարողացել, չի կատարել։ Ինչ մեզ է մեղադրում, որ իրենք չեն կարողացել։ Թե ասում որ բանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, թե այդպեսի բան։ Բա ամեն օր հնչում է։ Բա որ Արցախը Ադրբեջանի կազմում չէր, ինքը ինչ էր մեղրին Արցախի դիմաց տալիս Ադրբեջանին։ Եկեք մտել դրամաբանենք։ Եթե այս երեգել չէ ասեց այդ մեղրի հարցը ոնց էլ գլուխա գովում ասում իմ ժամանակը այդ մեղրի տարածքը ես եմ բանակցել բայց դիմացը մենք ստանում էինք Արցախը բա ումից էիք ստանում Արցախը ումից էիք ստանում Արցախը ստանում էի բայց այսինքն եթե մերն է sense տենենց Արցախը էլ ինչ է ինչ որ բան տալիս Արցախի դիմաց իսկ եթե մերը չէր բա ումն էր չէ պարզ թե դե ֆակտո մերն է դե յուրե մերը չէր բա դե յուրեն Բայց դե յուրեն։ Դե ֆակտո 22 թվականին էլ այնտեղ ուրեմն հայերը ապրում էին։ Մեղրի դեպքում ռուսների զորքներն այնտեղ կանգնած է դե ֆակտո, բայց դե յուրեն ուր մնաց։ Մեղրի դեպքում էլ հիմա էլ են հնչում մեղադրանքներ, որ այդ թրիպի գործարկումով մեղրից կարելի է առանձնապես հայկական լիարժեք վերահսկողություն չակնկալել մեղրիով։ Որտեղից է։ Այդ ճանապարհը։ Ախր որտեղից, որ ասեք մի ինչ որ այդ միտքը որտեղից է գալիս, եթե ոչ քարոզչական կենտրոններից։ Միտքը ինքը որտեղից է ծնվում, ինչ նշան կա դրա։ Օրինակ ստորագրված փաստաթղթում որևէ նշան կա որևէ բառ, որևէ ստորակետ, որևէ ձևակերպում, որից կարող ենք ենթադրել, եթե խոսում են անխոչնդոտի մասին, ապա այս տասնյակ փաստաթղթերում մենք ԱՊՀ-ում էլ ունենք փաստաթուղթ։ ԱՊՀ համագործակցության շրջանակներում է 90-ականներին, որ Ադրբեջանն էլ է դրա անդամի դեպ։ Ընդդիմությունը գտնում է, որ անխոչնդոտը ավելի ուժեղ արտահայտություն է, քան փոխադարձ առավելությունները։ Ադրբեջանն կարող է մեր հայերեն չեն հասկանում այդ մարդիկ։ Ոնց է ավելի այն ինչ անխոչնդոտն է, ինչքան էլ որ ուժեղ է, չէ, ասենք ենթադրենք անխոչնդոտի ուժեղությունը գնահատում ենք 10 բիլոպ էլի, մեծ սպասենք։ Ենթադրենք անխոչնդոտություն, երևույթը, ինչպես էլ ինչ էլ որ դա լինի, գնահատում ենք 10 բալ։ Ասենք 10 բալի անխոչնդոտություն։ 10 բալի փոխադարձը 10 բալն է։ Մի բանի փոխադարձ, reciprocal։ Այսինքն նույն բանը անող դիմացինի համար, դա փոխադարձ դա է նշանակում։ Նույն բանը անող։ Ես քեզ տալիս եմ մի բաժակ ջուր, դու ինձ տալիս ես մի բաժակ ջուր։ Եթե մի բաժակ ջրի մասին ենք մենք խոսում։ Ես քեզ տալիս եմ, չգիտեմ, X, դու ինձ տալիս ես X։ Փոխադարձ բառի իմաստը դա է, ինչի առավելություն։ Ասում եմ, եթե կլինի մի առավելություն, հիմա կարող է կողմերը պայմանավորվում են, որ մի բաժակ ջուր չէ, բոլորը բոլորին մի բաժակ ջուր են տալիս, մենք իրար հետ պայմանավորվում ենք 2 բաժակ ջուր փոխանակելու մասին։ Ասում եմ, եթե 2 բաժակ ջրի մասին խոսքը կգնա, դա էլ կլինի փոխադարձ առավելություն, այսինքն մյուս կողմն էլ պետք է տա 2 բաժակ ջուր, այդքան բան, շատ պարզ։ Շատ լավ։
Նաև ներքին քաղաքականության խնդիրներին դուք ըստ Քոչարյանի եւ նրան ծանոթ սոցիոլոգիական հարցումներին դուք շանս չունեք ձեր շանսերը եկող ընտրություններում գրեթե զրոյական վիճակին է ու եթե իրենք համագործակցեն, միավորվեն իմ ձևով, մեր ձևով շարժման հետ, որը առաջնորդում է ռուսաստանահայ արդեն բանտարկված Սամվել Կարապետյանը, նրանք արդեն բացարձակ առավելություններով ձեզ կհաղթեն։ Տեսնենք, լավ է որ Խոստովանեց, որ ինքը ու Սամվել Կարապետյանը նույն գծի մեջ են, լավ է որ դա արդեն այս գլխից ասում են, մեր ժողովուրդն էլ թող տեսնի եւ լավ է որ ասեց, որ շատ ձայն հավաքածը պիտի վարչապետի տեխնացու առաջադրի եւ լավ է որ ասեց, թե ակնարկեց, այդ մասը լավ չեմ հիշում, որ ինքը պիտի լինի, այս մասը կարող է մի բառ ես կողմեն կողմ ասեմ, առաջնորդը, հա, ակնարկ եղավ, բանի, որ ասեցին, միգուցե ուրիշ տեխնացու ասեց, չէ, միգուցե իրավորդին Լևոն Քոչարյանը, ով որ նա ասեց, ով որ ամենամեծ հեղինակությունը ունի։ Հա, էլի ինչ որ տես մի բան ասեց, շատ լավ է որ Խոստովանում է այդ ամեն ինչը։ Եվ Սամվել Կարապետյանին համակրող, եթե կան, այսինքն թե մարդիկ ինչ որ իլյուզիաներ ունեն, որ Սամվել Կարապետյանը ինչ որ այլ ուժ է, ինչ որ նոր ուժ է, ինչ որ թարմություն բերող ուժ է մեր քաղաքական դաշտ, թող իմանան, որ էլի Գյումրի օրինակով հանկարծ չսխալվեն, էլի, չասեն մենք։ Սամվել Կարապետյանի այդ շարժումից ասել են, որ այդ երկու ուժերի հետ չենք համագործակցելու, դա այդ խնդիրն էլ կան։ Համագործակցելու են։ Բայց համագործակցելու են։ Միանշանակ համագործակցելու են։ Բա ինչ են անելու։ Բա ինչ են անելու։ Մեզ են աջակցելու խորհրդարանական ընտրություններից հետո երբ որ ձևավորվում է խորհրդարանը, բա ինչ են անելու, չեն ընտրելու ոչ մեկին, պիտի մեկին ընտրես, չէ, վարչապետի տեխնացու, չէ, պիտի, չէ, դե բա ինչ նշանակում ընտրությունից հետո, դե նախընտրական դաշինքներ էլ կան, չէ։ Հա, նախընտրական կարող է, բայց ընտրությունից հետոն է կարևոր։ Այսինքն նախընտրական դաշինքով չես, ի՞նչ տարբերություն։ Եթե ընտրությունից հետո գնում ես իր տեխնացուին ընտրում ես վարչապետ, ասենք ոնց որ Գյումրիում գնացին Վարդան Ղուկասյանին ընտրեցին քաղաքապետ։ Ում է հետաքրքրում։ Ասենք Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին լավ է վերաբերվում, վատ է վերաբերվում, սիրում է, չի սիրում, ինչ է խոսում իր մասին, դա ում է հետաքրքրում։ Գնացել ընտրել է քաղաքապետ, ընտրել է թե չի ընտրել։ Այսինքն դա ինչ հեքիաթներ են դրանք։ Վարդան Ղուկասյանը ահազանգում էր երեք, որ իր կյանքին վտանգ է սպառնում, որովհետև Նիկոլ Փաշինյանը սպառնացել է իրեն, որ դուրս կվռնդի հանրային ու քաղաքական կյանքից եւ որ քաղաքական կյանքից դուրս վռնդելուց մարդու կյանքին վտանգ է սպառնում։ Որ դրա մեջ կա, այո, իր ներկայացումը, որ դրա մեջ վտանգ սպառնում էր այն ժամանակ, երբ նախկիններն էին իշխանության։ Բարի բունի իմաստով էլ մի երկու անգամ սպառնացել է իր կյանքին վտանգ, չէ՞, եթե չեմ սխալվում։ Մի անգամ հազիվ է, չէ՞, փրկվել։ Այն ժամանակ իր կյանքին վտանգ սպառնում։ Հիմա մաքսիմում իր հետ ինչ ամենավատ բանը որ կա լինի, այդ վարչապետի ասած քաղաքական դաշտից դուրս շպրտվելն է։ Քաղաքական դաշտից դուրս շպրտվելուց էլ ես չգիտեմ, եթե մարդու կյանքին կարող է վտանգ սպառնա դրանից, այդ չգիտեմ, տենց։ Պարոն Եղայան, այնուամենայնիվ չեք կարծում, որ դուք եկող ընտրություններին խնդիր կունենաք, որովհետև ձեր վարկանիշը նախկին ունեցածի համեմատ բավականին Արմեն ջան, մենք մեր առաջարկը, մենք չենք մտածում, մենք չենք ասում, խնդիր կունենանք, մենք ունենք մեր տեսլականը, մենք անում ենք մեր առաջարկը։ Մենք ասում ենք խաղաղություն։ Այո, բայց ցանկություն ունեք կայունություն, խաղաղության խաչ մերուկ չէ, ախր ցանկություն, բայց մենք ազնիվ ասում ենք մարդկանց։ Մենք այդ խնդիրը դուք ունեք եւ չեք կարծում, որ այս ամեն ինչի արդյունքում իսկապես դուք կարող եք վարկանիշի խնդիր ունենաք եւ հարցը սխալ է ձևակերպված։ Դուք մի ասեք, հա, բայց մենք չենք մտածում վարկանիշի մասին։ Մենք մտածում ենք Հայաստանի ապագայի մասին։ Այո, զուգահեռաբար դուք խնդիր եք դնում վերընտրվելու, չէ՞։ Մենք չենք խաբելու մարդկանց, մենք չենք ասելու, վայ ժողովուրդ, հեսա բան գալու ենք, սովետի գործարանները բացելու ենք, էլի 120 ռուբլի աշխատավարձ եք ստանալու, բանը ամռանը գնալու եք Սոչի, էլ ինչ կան այնտեղ, բան Արտեկ, բանը մանկական ճամբար եք գնալու, բան եք ստանալու, չգիտեմ։ Այդ բաները, այդ հեքիաթները մենք չենք պատմելու, մենք կոնկրետ ասում ենք։ Տնտեսության ոլորտում տեսնում եք, միջազգային ասպարեզում տեսնում եք, մենք ասում ենք խաղաղություն, խաղաղության խաչ մերուկ, տեսնում եք ինչ ահռելի իրական ներդրումների մասին է այսօր խոսքը գնում։
տեխնոլոգիական ոլորտում Զվարթնոց օդակայանը այսօր հայտարարեց եւս $500 միլիոն։ Դա իրական գումարը, իրական բան, ուրեմն օպերատորը այդ հայտարարությունը անում է։ Ինչի մասին է բանը։ Մասնավորը հայտարարել է, որ ներդրում է անում։ Դա դուք կապում եք ձեր գործունեության հետ։ Այսինքն, երբ որ մասնավորը ներդրում չի անում, դա կապում են, չէ՞, մեր գործունեությանը չի անում, չի չանում, խնդիր է ունենում, փակվում է։ Ասում են, չէ, իշխանությունը նենց չարեց, որ իսկ երբ որ մասնավորը ինչի հետ ներդրում անում, որովհետև ինչ է կարել, մի րոպե, ասեմ, մասնավորը ինչի է $500 միլիոն դնում, որովհետև դա փոխադրումները ավելացել են, չի երիքում։ Տարածքը ֆիզիկապես, հասկանում եք, մեր օդակայանի այս նոր տերմինալի, այսինքն այս որ համատաբար նոր, չի երիքում։ Թիվը աճել է Հայաստան եկող մարդկանց, մարդը իր բիզնեսը արդեն ընդլայնելու կարիք է տեսնում։ Եթե ուղղակի փոխադրում է, եթե առաջվա նման օրական, ասենք, չգիտեմ, 10 ինչքան էր այն ժամանակ, 10 ինքնաթիռ թռներ, այն էլ որպես բան, վերջի բան, կանգ առել, ոչ տրանզիտ։ Այսօր համ էդա թիվն է աճել, համ տրանզիտ գիծ է բացվել օդակայանում։ Դրա հետևանքա չէ, որ մարդը ուզում է իր բիզնեսը ընդլայնի։ Իսկ դա իր հերթին կառավարության քաղաքականության շնորհիվ չի նաև։ Պարոն Եղոյան, ինչու որոշեցիք չհրապարակել կամ լիագումար նիստի ժամանակ չքննարկել 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող Ես ինչքան հասկացա, այդ խնդիրը ես որ անկեղծ մեծ շատ այդպես չեմ խորացել այդ տեխնիկական նրբությունների մեջ, ինչքան հասկացա այնտեղ խնդիրը իրավական տեխնիկայի մեջ է։ Կարծում եք դա էր խնդիրը, թե բովանդակություններ, որ չէիք ուզում։ Ես ոչ թե կարծում եմ, ես ասում եմ, որ դա էր։ Այսինքն իմ կարծելով չի, ես մասնակցել եմ այդ քննարկումներին, լսել եմ այդ փաստարկները։ Կադրանի Քոչարյանը ասում է, որ ինչի մասին է խոսքը, երբ որ դա շատ կարևոր փաստաթուղթ է եւ պետք է քննարկվի։ Այդ ինչ իրավական կամ տեխնիկական խնդիր է։ Իր տեսակետի մեջ ես իր տեսակետին եմ հարգանքով վերաբերում։ Այո, այդ մոտեցումն էլ կարա լինի, որ ինչ իրավական տեխնիկայի հարց, եթե մենք խոսում ենք բովանդակային, այդ մոտեցումն էլ կարա լինի, սակայն մյուս մոտեցումն էլ կա այն մարմնի կողմից, որը որ նման այդ որոշումը պիտի կայացնի եւ այդ մոտեցումներն է, որ իրավական տեխնիկան չեն կարող մենք իսկ ինչ կասեք հայտարարություններին, որ բովանդակությունը ի վերջո այդ ուսումնասիրությունների արդյունքում հանգվել է կամ հավաքվել այնպիսի փաստեր, որ իշխանության մեղքի բաժինը բավականին մեծ է եղել եւ հիմա չհրապարակելով, չքննարկելով դրա համար կա տարբերակ դառնել խորհրդարանական լսումների ձևաչափով։ Այդ տարբերակ խորհրդարանական լսումն ինչ տարբերություն, որի ընթացքում այն մասը, որը պետք է լինի բաց, այն մասը, որը պիտի լիներ բաց նիստի ժամանակ, նիստն էլ 100%-ով բաց չէ լինելու, եթե լիներ նիստ, էլի լինելու էր բաց մաս եւ փակ մաս։ Այդ առաջարկն էլ կար, որ եկեք անենք նույն ձևի խորհրդարանական լսում, այսինքն ֆորմատը փոխում ենք, բայց էլի տեսախցիկը կա, ձայնագրությունը կա, բաց մասը հրապարակվում է բաց, այդ տարբերակներ կար, բայց այդ առաջարկին մեր մյուս գործընկերները համաձայն չեն։ Իրողություն նկատի ունեք մյուս գործընկերները։ Պարոն Քոչարյանը։ Հա, ինքն էլ ասում էր, չէ, որ պիտի անպայման նիստի ձևաճ, իր ասացի մեջ էլ էլի կա բան, ես նույնիսկ հասկանալի է, բայց որոշողը մեծամասնությունը չի լինի տվյալ դեպքում կամ ազգային ժողովի նախագահը, ինքը դա պիտի գա ներկայացնի, ինքն է ներկայացնողը։ Եվ ընդհանրապես նման ամբիցիաների պատճառով այդ փաստաթուղթը այսպես թե այնպես, Անե ջան, պետք չի էլի այդ գիտեք մեր ժողովուրդը արդեն հոգնել է, էլի, այս կոնսպիրոլոգիաներից, էլի խնդրում եմ, էլի մարդկանց հոգիներին, բաները այդ հոգիները, սրտերը, մտքերը, բաներ եք, էլի, մի գրգռեք անընդհատ, էլի, բանով, որ այ բացեք, տեսնենք, այն 19 թվի առաջարկը բացի։ Դուք թաքցնում եք, թաքցնել դրանով խորհրդավորություն ստեղծում, որ ամեն թաքցած բանից պետք չի կներեք, ամեն թաքցած բանից, Անե ջան, դուք ամեն թաքցած բանից խորհրդավորության մեջ եք կանգնում։ Ամեն ինչ, որտեղ մի հատ բան եք տեսնում, սեյֆ եք տեսնում, գնում եք սկսում եք այդ սեյֆի բանալ ինքը չփորել, ամեն ինչ որ խնդրում եմ, դա տեղին համեմատություն չի, դա պատերազմին վերաբերող, դա գրեթե բոլորիս վերաբերող, դա շատ տեղին համեմատություն է, սեյֆը, հենց բառի բուն իմաստով սեյֆը, այո, պատերազմին վերաբերող եւ այսպես թե այնպես կրկնում եմ, թեև ես չեմ այդ հարցի լրիվ հասցեատել։ Այսպես թե այնպես, կրկնում եմ, այսպես թե այնպես
այդ զեկույցը ունենալու է բաց մաս եւ փակ մաս։ Այսպես, թե այնպես։ Նիստով լիներ, թե լսումով, թե եթե հրապարակվի օրինակ կայքում։ Այդ երբ Չէ, ասում եմ երբ կունենա։ Չեմ ասում, Կամ երբ հրապարակ ասում եմ այսպես թե այնպես, այդպես Էրը լինելու, եթե լիներ, որևէ։ Ինչա լինելու, ի վերջո տարբերակ։ Հիմա եթե ոչ խորհրդարանական լսում եղավ, ոչ էլ նիստ եղավ, ուղղակի ոչ մի բան էլ չի հրապարակվի։ Այդ երկու տարբերակը կա այսօր։ Այո։ Բայց գիտեք, ես մի բան էլ էլի ասեմ, ախաց տեղ ուրիշ հարց էլ կա, դուք ասում եք, այ այնտեղ կարող է լինել մի այսպիսի ընդդիմություն է ասում, մի այսպիսի տվյալ բան, բայց քանի կար, ասում էին դե լավ իշխանական պատգամավորներով մեծամասնությամբ հանձնաժողովը ինչ պետք է բա այդ մոռացան։ Այսինքն իրանք ուզում են ասեն, որ չէ որ այդ հանձնաժողովի մեծ մասը մեր ֆրակցիայի պատգամավորներն են։ Եթե այդպես բան լիներ, եթե ելնենք այդ կանխավարկածից, այդ չէ ներառվի մեջը։ Չէ լինի այդ հանձնաժողովի աշխատանքը։ Այլ մենք ենք չէ դա նախաձեռնել։ Չէ լինի։ Այսինքն քանի կար ասում ենք մենք չենք վստահում դրան, ինչ պետք է անի։ Հիշում եք, ասում էին ոնց կարող Անձանիկ Քոչարյանը, այն մյուս անդամները հանձնաժողովի, այս իրանք իշխանության մեջ լինելով իշխանության մասին մի վատ բան գրեն այդ։ Հիմա էլ ասում են շուշուտ բացեք, դրանք մեջ ինչ վատ բան է գրել։ Օրինակ նաև կարծիք կա, որ իշխանությունը դա պահում է հրապարակելու համար ընտրություններին հնարավորինս մոտ ժամկետում, որտեղ դրանով հակառակ կարծիք կա։ Դուրս գանք մեր իշխանությունը շատ պարզ է, շատ հասարակ է, այդ գիտեք, շատ լավ։ Նախկինի այդ կոնսպիրոլոգիական, այդ բաների, այդ ինտրիգների պահում, ընտրություն, այդ իրանց ոչն է, դա նախկին չէին, այդ կարծիք հայտնողը նախկին չէր, Չէ, ասում եմ ոչը, ճիշտ է, այդ քաղաքասարակությունն էլ մնացել է նախկինի, ովքեր չգիտեմ ով է ասել, բայց այդ նախկին թող լինի Հովսեփ Խուրշուդյանը, ինքը շատերը ես էլ եմ հաճախ դա ունում, sense ընկնում են բանի մեջ, կարող է sense մի հատ այդ քաղաքական բանը այնքան դոմինանտ է եղել Հայաստանում, sense ինտրիգներ հյուսեն, sense դոմինոյի նման շարեն, այս կողմը մի բան թեքեն, որ այն ծերում մի բան թեքվի։ Մենք չեք լավ էս 7 տարին հերիք չի որ նկատեք, որ մեր իշխանության ոճը այտենց չի։ Ինչի պատճառով ասեմ, նաև շատ ասենք բաց թողումներ են ունենում, շատ པարզ ուղիղ լինելու համար։ Այդ պահում է, այսինքն հիմա որ հրապարակել, հիմա հեսա 6 ամիս է մնացել ընտրության, էլի, այսինքն պայի ինչ անի։ Լավ, իմպիչմենտի գործընթացը է ընթանում հիմա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ հայտարարություն եղավ, որ աշխատում են անկախ պատգամավորների վրա, որպեսզի կարողանան այն ձայները ապահովեն, որ մուտք գործի այդ փաստաթուղթը եւ գործընթացը առաջ շարժվի։ Դրանից պատգամավորների վրա։ Այո, օրինակ Մարգարիտա Եսայանը ասում էր, որ գիտի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից 7 պատգամավոր, որոնք ինչ որ գործընթացի են սպասում, որոնք հոգնել են Նիկոլի կրունկի տակ աշխատելուց եւ կբացահայտվեն, երբ որ այդ իմպիչմենտի process-ը ավելի իրական փուլ մտնի։ Մարգարիտ Եսայանն այլ եմ ասում, ամեն մարդու խոսում է իր մասին։ Բայց դուք ունեցել եք չէ պատգամավորներ, որոնք ի վերջո դուրս եկան։ Բայց կրունկի տակը որն է, ամեն մարդ գիտեք ընդհանրապես խոսում է իր ընկալումներով, իր փորձառությամբ։ Երևի Մարգարիտ Եսայանի փորձառությունը կրունկի տակ եղած լինելն է պատգամավոր եղած ժամանակ։ Մեր ֆրակցիայում կրունկի տակ եղած մարդ չկա, մենք գաղափարակից համախոհ ընկերներ ենք, գործընկերներ ենք։ Դուք լսեք, դուք չեք տեսնում ազգային ժողովում ինչ քննա, դուք չեք տեսնում, հարց ու պատասխանը դուք չեք լսում ազգային ժողովի։ Դուք հարցեր բովանդակություն դուք չեք լսում։ Այսինքն ինչքան սուր հարց կա մենք ենք տալիս կառավարությանը։ Մեզանից սուր հարց իրանք չեն տալիս։ Էդի հələ բացը։ Բա որ փակ նիստերին գաք։ Ինչ է իրան երևակացնենք Մարգարիտ Եսայանն ինքը կերազեր, Մարգարիտ Եսայանն ինքը ընդհանրապես կերազեր, իր լավագույն երազում, կերազեր Սերժ Սարգսյանի հետ շփման մեջ ունենալ հարց տալու, դիրքորոշում ասելու եւ պնդելու, մինչեւ վերջ պնդելու են ազատությունը, որ ունի մեր ֆրակցիայի падգամավորներից յուրաքանչյուրը։ Ինքը նման ազատություն ոչ լրագրող ժամանակ, ոչ падգամավոր ժամանակ չի ունեցել։ Որտեւ ի մեջ այդ ազատությունը չի եղել։ Պարոն Եղոյան, դառնալով նորից Հայաստան-Ադրբեջան ուզում ասի 7 հոգու հետ շփվել է, հերիք չի, եթե 7-ին Չեք բացառում կարող է լինել, ի վերջո դուրս եկան ձեր խմբակցությունից նախկինում падգամավորներ։ Լավ, իրավիճակը դուրս եկան, բայց Մարգարիտ Եսայանն մարդը չի, որ այդ իրավիճակը բանանի
դուք ասեք բրոկերություն անի այդ միջերիավիճը, դա կալիբրի հարցը չի, ասենք 7 падգամավոր։ Լավ, ի վերջո ինչ կարևոր է։ Դա իրավ ասելունը չի։ Ենթադրենք Սերժ Սարգսյանն էր ասել, հետո ինչ կալիբրն է ձեզ համար կարևորը։ Նաեւ, բա քիչ ախի։ Բա քիչ ախի, բա ամեն մարդ մեծ պետք է իր չափով ասեք բանան։ Հիմա ես ելնում խոսամ բանից, չգիտեմ, ասենք օլիմպիական խաղերի չեմպիոնությունից, ասեմ մի հատ ձև գիտեմ, ասես մի հատ պրիոմ անես կդառնաս օլիմպիական խաղերի չեմպիոն։ Դա կլինի, ասենք բան, լուրջ կընդունեք։ Մի հարց էլ Ադրբեջան-Հայաստան այդ կարգավորումներից, դուք երբ եք ակնկալում խաղաղության պայմանագրի արդեն ստորագրումը, որտեվ ամեն օր Ադրբեջանը նորից համանդրական փոփոխությունների պահանջ է դրվում։ Դուք մի կենտրոնացեք վրա, որովհետև ինքը ուզում է, որ դուք կենտրոնանաք դրա վրա։ Դուք ձեր ճանապարհին նայեք, դուք ձեր ճանապարհին նայեք, լսեք։ Դուք ձեր մի մտեք այդտեղ, մի մտեք այդ դաշտ։ Մի մտեք, հասկանում եք։ Խաղաղության պայմանագիրը կստորագրվի առանց համանդրական փոփոխությունների։ Դուք այսօր գալու եք այս ստուդիա, եթե ես չգայի։ Կարող է գալու եք, կարող է չէի գալու։ Չէ, կարող է գալու եք ձեր գործերով, կարող է չէի գալու։ Ես եմ պահանջել, որ այսօր գաք այս ստուդիա։ Կարամ ասեմ, հա ես եմ պահանջել, չէ՞։ Կարամ չասեմ, կարամ եթե ես չգայի, հո չէի գա, կարամ ասեմ։ Ու շատ մարդիկ կհավատան, չէ՞ դրան։ Բայց սա ձեր աշխատանքի վայրն է, սա ձեր ճանապարհն է, սա ձեր ամեն օրվա ուղին է, այսինքն դուք կենտրոնացեք, մենք Հայաստանը պետք է կենտրոնանա իր անելիքների վրա։ Եթե իր անելիքների մեջ կարող է լինեն բաներ։ Հայաստանի անելիքներից մեկն է, չէ՞, խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ոչ թե ուրիշների ասացի վրա, այլ իր անելիքները, տարբեր բաներ է։ Որոշ դեպքերում այո, կարող է դու ինչ-որ ճանապարհով գնում ես, եւ կողքից մեկն էլ ասում է, հա, գնա այն ճանապարհով։ Քեզ մի հատ շատ չսիրող մարդ։ Հետ չի նշանակում պետք է դու քո ճանապարհից թեքվես, ասես ինչա թե ինքս էս բանը ասում, ես հիմա իրան ինադու բան անեմ։ Օրինակ եմ սա բերում, հա։ Մեր անելիքը մենք պետքա կշռենք, դատենք։ Անկախ նրանից, թե երրորդ կողմը մեր անելիքի, մեր ներքին հարցերի մասին։ Բայց կողմն է, չէ՞, մյուս կողմը որ պետքա ստորագրի։ Այ մարդ դուք ինչ եք նրանք ասացի վրա նայում։ Ես ելույն բանն ասում։ Դե նա ասում է չեմ ստորագրի, եթե Լսի հիմա որ ասեց վաղը որ ասեց Սևանի մակարդակը մինչև չբարձրացնեք չեմ ստորագրելու։ Ինչ ենք անելու։ Համետ հասցենց հարցնամ։ Ասի մինչև Հայաստանը Սևանի մակարդակը չհասցնի այսքանին, ասենք մինչև մի մետր չբարձրանա։ Հա, այնի լավ պահանջ, բայց ինքն է ասում։ Բայց ինքն է ասում։ Բարձրացնեք Սևանի մակարդակը։ Բա իր պահանջով բարձրացնեք Սևանի մակարդակը։ Եկեք ճիշտ կլինի, ասենք դե եկեք իջացնենք իր ինադու։ Իջացնեք թող նորից տարբեր հարցեր են։ Ոնց է տարբեր հարց։ Ոնց է մենք, լսեք, սահմանադրությունը դա ներքին դաշինք է։ Սահմանադրությունը չի կարող լինի գրված դրսի պահանջով, դրսի, այսպես ասած, պարտադրանքով։ Սահմանադրությունը հասարակական դաշինք է, չէ՞ ոնց են ասում։ Հանրային դաշինք է, այդ հանրության անդամների միջև իրանք սահմաններ են դնում։ Հանրությունը ինքը իր համար դնում է սահմաններ եւ արտաքին, այսինքն հանրություն, արտաքին հարաբերություն են, բայց հանրությունն է ինքը դնում այդ սահմանները եւ իր ներքին հարաբերություններում։ Այս դեպքում երևի ավելորդ քաղաքացի հարաբերություններում։ Հիմա եկեք մի հատ ծուռը նստենք, դուզը խոսանք։ Ինչ եք կարծում, դուք 95 թվականի սահմանադրական հարակվին մասնակցել եք։ Իսկ չեք էլ հիշում, չէ՞ երևի, չեք էլ, բայց արդեն կարելի չեմ մասնակցել։ Բայց մասնակցել չեմ հիշում։ Հա, իսկ կարդացել եք 95 թվականի։ Հետո այո։ Հա, ես 11 տարեկան էի 95 թվականին, հիշում եմ, ինչ-որ ասում էին սահմանադրական հանրակրվե, ժամանակը լտեն։ Բայց ոչ մեկ ոչ, ասենք, մենակ այդ խոսակցությունն էր գնում։ Մի հատ դա դնեին մարդիկ, կարդային, մեկը ասեր ես կողմ եմ սրան, մեկն ասեր ես եկեք նախագահական չանենք, անենք օրինակ խորհրդարանական, եկեք ժամկետը ոչ թե անենք 5 տարի, այլ անենք օրինակ 4 տարի, հա, այս ձևի այս հակակշիռը դնենք։ Ես նման բան դեբատներ, ես շատ բան էլի չնայած տարիքից այդպես լուրերը, ասենք, լսում էինք հա ծնողներից այդ բան։ Այդ ձևի քննարկում, սա քննարկումը գնում է լրիվ ուրիշ թեմաների շուրջ, էլի բան դավաճան, այն ժամանակ էլ այն ժամանակ դավաճան, ծախեցի, էս արի, կարենք առաջ գնայինք, հիշում եք այն ժամանակվա դիսկուրս չթողեցի, զորքերը առաջ գնա։ Սենց Ռուսաստանը չթողեց։ Հա, սենց բաներ էին այն ժամանակ բուն, այսինքն մենք մեր ներքին կյանքը էլ այն ժամանակվանից թողած, մեր ներքին սահմանները դնելու գործը, այսինքն սահմանադրության գործը թողած Էլի ինքել ենք թե սա ինչ կասի, նա ինչ կասի։ Մի փոքր հարց էլ տամ, Միչայելոց, ձեր նախկին գործընկեր Արթուր Վանեցյանը, ձեր էլի նախկին գործընկեր Սամվել Բաբայանի։ Որտեղից է Սամվել Բաբայանը նախկին գործընկերն է։ Ինքը Արցախում էր ավելի շուտ,
բայց կարծեք թե այդ սկզբնական փուլում բավականին համակարծիք էր իշխանությունների հետ եւ գործընկերել կարող էր համարվել Էջմիածնի մակարդակով փոքր դաշինք են համագործակցություն են իրականացնում ինչպես է վերաբերում դրան եւ որ դա կարող է ասեմ մեր քաղաքական դաշտի առանձնահատկությունը Սամվել Բաբայանը ինքը ես ինչքան հիշում եմ սուր հակառուսական հայտարարություններով էր, չէ՞, միշտ հանդես գալիս։ Ճիշտ եմ հիշում։ Կար նման բան։ Այսինքն քննադատում էր, չէ՞, ռուսներին շատ։ Չեմ ասում ճիշտ էր անում, սխալ էր անում, բայց այդ ես իմ տենց եմ հիշում, իր այդ բաները բերում էր այդ ինտերվյուներից։ Չէ, մինչև էս վերջերս մի քանի ամիս առաջ է աշխուհաս ընկել։ Արթուր Վանեցյանն ոնց լրիվ հակառակը, չէ՞, ավելի շատ այսպես գովում է, չէ՞, ես տենց եմ էլի հասկանում, ասենք, ասում եմ որ պիտի ավելի սերտ լինենք, այս քիչ է ավելի ռազմավարական եւ այլ։ Հիմա իրանք հակադիր, ես ինչքան եթե հրապարակային խոսքի վրա է այս քաղաքական դաշտը կառուցվում, իրանք ոնց որ հակառակ տեսակետներ պետք է որ ունենային։ Այս մեր քաղաքական դաշտի առանձնահատկություններից է, էլի, որ ասես բաներ կտեսնենք, չգիտեմ, ինձ համար մի քիչ Ես ուզում եի ձեզ մի հարց տալ, բայց չեմ տա, ուղղակի ուզում եմ բարձրացնեմ այդ հարցը, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերել, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը դրանով դուք չպայմանավորենք, այդ դեպքում երևի չտամ էլի այդ հարցը, որ Թուրքիայի հետ հարաբերություններն էլ սահմանադրական փոփոխություններով չպայմանավորենք, թեև Թուրքիան նորից դնում է նման պահանջ, որ ասում է Ադրբեջանի հետ պահանջ չի դնում, Թուրքիան կարելի ասել որ դնում է։ Այո, պահանջը չի կարգավորվում, որտեղ Ադրբեջանի հետ նման մենք պետք է գնանք, մենք եթե 5 տարի առաջ Թուրքիայի հետ 4 տարի առաջ այս բանագնացների հանդիպումները, բանակցությունները Անատոլիայի հետ ոնց է կոչվում, իրանց դիվանագիտական Անտալիայի հետ դիվանագիտական ֆորումին մասնակցել, չմասնակցել խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների մեջ մտնել։ Հիշում եք 16-17 բան խմբագրում եղավ։ Եթե մենք այն ժամանակ ելնենք այն կանխավարկածից, ասենք դե մեկը ոչ մի բան չի ստացվելու։ Ասենք դե լավ, դե մեկը ասես պահանջ ունի, դե չլնող բանա թեվաթափին գնանք, մենք այս կետին չէինք հասնի։ Հələ մեկ հիշեք 4 տարի առաջ ինչ վիճակ էր բանակցային process-ում, հիմա ինչ վիճակ է։ Դուք նայեք ձեր դուք ուր եք ուզում հասնել։ Կողքից պարզա մեկը ձեզ կարող է հրի ուզենա շեղի ճանապարհից։ Դուք ձեր ճանապարհով գնացեք, եթե դուք գիտեք ձեր նպատակը։ Ոչ թե ասեք, այս կողքից էս մի հատ ձայն լսեցի, կանգնեք ու սկսեք այդ կողքի մարդու հետ վիճել ու ձեր գործը այնտեղ մնա։ Շնորհակալություն, պարոն Եղոյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր քաղաքացիական խմբակցության падգամավոր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։